Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ Պարոն Աղազարյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերում։ Պարոն Աղազարյան, այ որպես նախկինում իշխանական թիմի անդամ հարցս ձեզ ուղղեմ։ Ինչու են ձեր թիմակիցները նախկին խուսափում հրապարակել զեկույցը 44 օրյա։ Իսկան ժամանակա ասում են, որ այ տեսեք զեկույցը լինի հրապարակվի, տեսեք ինչ է լինելու, ինչ աղմկոտ բացահայտումներ։ Հիմա եկել է հրապարակելու պահը կանգ են տվել։ Ես հանկարծորեն ասեմ, որ բանը ընդհանրապես երբ որ նախաձեռնությունը սկսվեց, դա այդքան էլ սրտով չէր, որովհետև դա ինքան խառնի ճանաչ անցքեր են եղել, երևույթներ են եղել, որ դրանց մեջ գլուխ հանելը շատ դժվար կլներ։ Հիմա չգիտեմ, պարոն Քոչարյանի գլխավորած հանձնաժողովին երևի հաջողվել է ինչ-որ բաներ պարզել, բայց այդուհանդերձ պաշտոնական տեսակ բանը տվարկածելն է, որ ժամկետները անցել է եւ տամար ազգային ժողովի նախագահը չի ընդգրկում։ Ուղարկել են հատուկ բաժին։ Հա, հատուկ բաժին, հետեւաբար լայն հասարակությունը չի կարող տեղյակ լինել դրանից, կարող տեղյակ լինել նրանք, ովքեր ունեն գաղտնիության հետ կապված ասենք թույլտվություն աստիճան համապատասխան։ Դուք դիմել եք, որ ծանոթանաք կամ հասցրել եք ծանոթանալ։ Չէ, ես ոչ միայն ոչ մասնակցել եմ այդ նիստերին, ոչ ծանոթացել եմ, ոչ էլ նպատակ ունեմ ծանոթանալու։ Իսկ սա կարող է պայմանավորված լինել, այսպես ներքաղաքական կռվախնձոր լինել հենց Քոչարյան, Ալեն Սիմոնյան։ Չէ, դե հիմա բանը ես ավելի շուտ, ես որպես քաղաքացի ասենք ենթադրեմ, ավելի շուտ երևի թե կան նյութեր, կան ասենք դրվագներ, որ ասենք իշխող քաղաքական ուժի համար ձեռնտու չի, որ դրանք հրապարակվեն։ Որոնք են։ Ավելի շուտ չեմ կարող ասել։ Ես ենթադրում եմ ուղղակի, ավելի շուտ այդ տարբերակն է, որի պատճառով էլ այն չմտավ ազգային ժողովի նիստերի օրակարգ, որովհետև հիմա ինչ է նշանակում բանը ուշացվել, ասենք դեպի բան չի, տունտունիկ չի, հսկայական աշխատանք է կատարվել շատ կարևոր թեմայի շուրջ եւ դա չի մտնում օրակարգ ուշանալու պատճառով։ Ակնհայտ է, ոչ ակնհայտ է, չասենք էլ ակնհայտ է, այլ իմ տեսակետով ավելի հավանական է այն հանգամանքը, որ դե կան նորից եմ ասում նյութեր փաստեր, որոնք իշխանությունը չի ուզում, որ հանրությունը անգամ հենց թիմակիցներից շատերին, ԿՊ-ից շատերին չեն ստորագրել այդ զեկույցի տակ։ Հա, ոչ բոլորն են ստորագրել, հանձնաժողովի անդամները իմ։ Ահա, հա։ Ոչ բոլորն են ստորագրել, թեմա ինչ պատճառներով չեն ստորագրել, չեն ծանոթացել, չեն ստորագրել, թե համաձայն չեն եղել ընթացակարգին չեն ստորագրել։ Եթե չեմ սխալվում, թույլ չեն տվել ծանոթանալ անգամ։ Չեմ կարող ասել։ Ես մեկնաբանությունը կարդացի պատգամավորներից մեկը, ասին, որ իրեն թույլ չեն տվել։ Թույլ չեն տվել, թույքը բանաներ, մասնակցել նիստերին, հանձնաժողովի անդամներ։ Եթե հանձնաժողովի անդամ մասնակցել նիստերին, ապա ինքը շատ ինֆորմացիա կունենար, հետևաբար դա թույլ չտալը այդքան էական չի լինի, բայց ես տեղյակ չեմ, ես չգիտեմ։ Հիմա ինչ պետք է այս ամբողջ զեկույցը փակեն գնա, այսպես ուղարկեն գաղտնի բաժին, այսինքն հույժ գաղտնի է, չծանոթանա հանրությունը։ Այդքան սպասել են օրինակի դատախազությունը կարող է ծանոթանալ։ Եվ դա ինչ է տալու։ Եվ կարող է ինքը դրա հիմա վրա քրեական գործեր հարուցի։ Դատախազությունը։ Այո։ Այսօր։ Դուք վստահ եք, որ իրավական process-ներ կարող են հետևել։ Ես ասում եմ, դա որպես բան է ընթացք։ Հնարավոր է որ դատախազը ծանոթանա եւ գործեր հարուցի։ Այդ բանը չի բացառվում։ Ուղղակի այստեղ այդ քննարկման առարկա չդարձավ խորհրդարանում եւ հետեւաբար չդարձավ լայն հասարակության սեփականությունը որպես ինֆորմացիայի հավաքական, այսպես կոչված մի աղբյուր։ Այդ աստ է բանը բացասական բանը։ Մնացածը իրավական գործընթացներ կարող են նաեւ հետեւել, եթե կա դրվագներ, որոնք գնահատական են բաժանում իրավական, ապա դատախազությունը իրավազոր է այդ բանն անելու։ Ես թվում է, եթե այդտեղ ասենք հատված լինի, որ հստակ լինի, նույն երրորդ բանակային կորպուսի լուծարումը, ըստ այդ զեկույցի այնպես ստացվի, որ իրոք պատասխանատուն մեղավորը Նիկոլ Փաշինյանը պետք է Աննա Վարդապետյանի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործառույթի ու սկսի այդ քննություն, ըստ ձեզ։ Ըստ ինձ օրենքով այո, բայց վստահ եմ որ չի անի։ Եվ դա կարող է պատճառներից մեկը, որ չի հրապարակվել։ Ասենք ազգային ժողովի օրակարգ չմտավ։ Ես չեմ ասում Աննա Վարդապետյանը գնա այդ քայլին, ես այդպես բան չեմ ասում։ Չունեմ այդ վստահությունը։
Բայց դե բանը հետևաբար նաև սա էսել անհանգստացնում։ Պարոն Աղազարյան, Արարատ Միրզոյանը բանակցությունների մասով մի հայտարարություն արեց, որը շատ քննարկվեց, ասում է, որ նախապայմաններ կան, ընդ որում ոչ թե նախապայման, այլ նախապայմաններ կան, ադրբեջանական կողմը շարունակում է նախապայմաններ առաջ քաշել, որի հետ հայկական կողմը համաձայն չէ։ Դրանցից միայն մեկն է Հարությանը հայտնի, Սահմանադրության փոփոխությունը։ Էլ ինչ նախապայմաններ կան։ Դուք Ուրեմն տեսեք, պետք է որ ծանոթ ասենք մեր հասարակության մեջ կան լիք հանճարեղ մարդիկ, շատ հանճարեղ վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, որոնք անմիջապես գլխի ընկան, հասկացան իրենց ինտելեկտի շնորհիվ, հասկացան, որ եթե չի ստորագրվել, ապա կան նախապայմաններ։ Այլ նախաստորագրվել է, այսինքն սա որպես գործիք է Ալիևի կողմից ճնշում իրականացնելու համար։ Այսինքն այնքան տրիվիալ է այդ ամեն ինչ, որ առանց Արարատ Միրզոյանի ասելու է, մենք գիտենք, որ պիտի իմանանք, որ նախապայմաններ կան։ Հակառակ դեպքում պետք է խնդիրը դառնալ են, թե որտեղ է ստորագրվելու եւ ամսի քանեսին այդ հարցը պետք է քննարկվել։ Հիմա նախապայմաններից մեկը բանն է, մեկը Սահմանադրության փոփոխությունն է եւ այդտեղ մեր համապատասխան պաշտոնյաները չկարողացան ադրբեջանցի իրենց գործընկերներին հիմնավորել համոզել, որ մեր Սահմանադրական դատարանի որոշման հենքով հիման վրա մենք որևէ տարածքային պահանջ չունենք Ադրբեջանի նկատմամբ։ Եվ ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունի մի ստահակ գոնե, որ մտածի, թե Հայաստանը կարող է տարածքային պահանջ ունենալ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի նկատմամբ։ Չի կարող գոյություն ունենալ որևէ այդպիսի մի ստահակ։ Եթե ինչ-որ մեկը դա ասում է, ապա դա մանիպուլացում է, ինչ այլ դերերով։ Նիկոլ Փաշինյանի, երբ որ մենք Արարատի մասին ենք խոսում, Արարատի պատկերն է մեր այդ անցագրի վրա, դա տարածքային պահանջ է իրանից ներկայացնում։ Դե ասեմ դանձացել ենք այդ հացի պատասխանը տանք։ Լուսիներ եթե բանի վրա է, իրենք հավաքում են լուսնին, ասեք դուս կարելի է։ Աշխարհում շատ կան պետություններ, որոնք հարևան պետությունների, այսպես կոչված, հետ կապված խորհրդանիշներ ունեն։ Մարդկության պատմությունը դինամիկ պատմություն է, զարգանում է, պետություններ են ստեղծվում, պետություններ են վերանում, ազգեր են կործանվում, վերանում են աշխարհի երեսից, բայց բաներ կա, որ ասենք սերունդեսերունդ փոխանցվում եւ մնում է։ Դա տվյալ ազգի հիշողությունն է, տվյալ ազգի ծնված լինելու դարեր առաջ, հազարամյակներ առաջ հանգամանքն է եւ գալիս է, եւ հետեւաբար դա չի կարող լինել ինքնին փաստ առավել եւս, որ Թուրքիան այդպեսի բան չի ներկայացնել։ Բայց վերադառնալ ձեր հարցին շատ կարեւոր։ Որ Արարատ Միրզոյանը նշեց, որ նախապայմաններից մեկը նշեց, նախապայմաններից մեկը, որ այդ բանն է, Սահմանադրության փոփոխությունն է, ես կարծում եմ, որ մյուս նախապայմանը դա, որ ամենասարսափելի նախապայմանն է, դա փախստականի ադրբեջանցի փախստականների վերադարձնա Հայաստան։ Ասենք Վարդենիս, Սյունիքի շատ հատվածներ, Մասիս, Արարատ եւ այլ։ Այդ նախապայմանն է։ Իսկ այդ նախապայմանը ընդունելու դեպքում արդեն մենք ճշգրիտ բռնում ենք Հայաստանի պետականության վերացման ճանապարհը։ Պարոն Աղազարյան, եթե չեմ սխալվում, Ալիև անգամ հայտարարել էր, որ ստորագրահավաք եղել, ստորագրություններով դիմել են հայկական կողմին այդ վերադառնալ ցանկացողները։ Եվ այդ process-ից Հա, կա այդ process-ը։ Իրանք անում են հետևողականորեն անում են։ Բա այստեղ այս երբ որ փաստերը մեկ նայում ենք, Արարատ Միրզոյանի պահվածքը շատ հետաքրքիր է անկեղծ ասած, որովհետև մի անգամ էլ խաղաղության պայմանագրի հետ կապված երբ որ ինքը միտքեր արտահայտում, նախաստորագրման հետ կապված, ինքը ասես որ բանը, եթե նույնիսկ խաղաղության պայմանագրին ստորագրվի, երաշխավորված չենք, որ խաղաղություն կա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մենք ասենք խաղաղությունը բերել ենք, Արարատ Միրզոյանը ասում է, եթե նույնիսկ խաղաղության պայմանագիրը ստորագրվել, դա չի նշանակում երաշխավորված խաղաղություն։ Եվ ես համաձայն եմ պարոն Միրզոյանի հետ, միանշանակ եմ համաձայն։ Հիմա այդ գործընթացը որ կա փախստականների վերադարձի հետ կապված, այո, շուտվանից կա եւ ես տարիներ առաջ, մոտ 3-4 տարի առաջ ասած որ հարցնում եմ վարչապետին կամ պարոն Միրզոյանին խմբակցության հետ հանդիպումների ժամանակ ասում, բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմի հետ քննարկումը փախստականների հետ վերադարձի հարցը։ Ինչ պատասխան եք ստանում։ Բացասական պատասխան է ստանում միշտ բացասական պատասխան է ստանում։ Եվ վերջում մի քանի դեպքեր տեղի ունեցան, մի երկու դեպք տեղի ունեցան, որտեղ ես հնարավորություն ունեցա
իմ տեսակետս, ասենք, այնպես հիմնավոր էր, որ խմբակցության մի քանի գործընկերներ համաձայնվեցին եւ որոշակի հարցեր լուծվեց, ինչը անհանգստացրեց վարչապետին, որ վարամիսոներ կարող պատեն ինձ ձևովել, ես արկել հանդեսանամ իմ բանով, հաստատ մոտեցումներով այդ խնդրի լուծմանը եւ հետեւաբար դժվարանա այդ որոշումը անցկացնել փախստականների վերադարձի հետ կապված։ Ստեղ սարսափելին ուրիշ բան է։ Եթե վերցնենք այդ հանգամանքը, նախապայմանների հանգամանքը, որը մեկ այդ երկուսը գիտենք, էլի կան որոշակի բաներ, այդ երկուսը գիտենք, որոշ բաներ չգիտենք, որոշ բաներ գիտեն վարչապետը եւ Արարատ Միրզոյանը գիտեն։ Եվ սա համադրում ենք վարչապետի հռչակած 4 հանրապետության, այսպես կոչված, գաղափարի հետ։ Սարսափելին էստեղ է։ Նայեք, հանգիստ կարա ինքը, եթե վստահում գիտի, որ ժողովրդին վստահում է, ընտրություններից հետո անցկացնի Սահմանադրության հանրաքվե եւ ադրբեջանական կողմի պահանջները կատարի, հանգիստ։ Բայց պարզվում է, որ ինքը մենակ էլ չպիտի անի, էլի բաներ պիտի անի, մասնավորապես փախստականների վերադարձի հետ կապված համաձայնություն տա։ Դա արդեն կլինի իրապես դժվար։ Դա իրապես դժվար կլինի, որովհետև յուրաքանչյուր բանական մարդ մտածում է եւ հասկանում է, որ եթե դա տեղի ունենա, ապա մենք բոլորս պետք է հասկանանք, որ պետք է վերջներս հավաքենք, այստեղից գնանք Լոս Անջելեսից սիրենք մեր արագածը։ Իսկ դա ոնց պիտի անի, ստեղծի 4 հանրապետություն։ 4 հանրապետությունը ոնց է ստեղծում, ոչ թե փոխում է սահմանադրությունը, մի տարի հետո փոխում է զինանշանը, մի տարի հետո փոխում է օրներքը եւ 5 տարի, 6 տարի հետո ասում են, որ դա սա փաստորեն 4 հանրապետության սկիզբն էր։ Այսինքն 3-րդ հանրապետության հենքի վրա ստեղծված 4 հանրապետություն։ Ինքը քանդում է 3-րդ հանրապետությունը։ Ինքը քանդում ավերում է 7 հանրապետությունը ու ստեղծում է 4 հանրապետություն։ Պատկերավոր օրինակ, մեկը քանդում է իր հին սեփական տունը եւ ուզում է բնակարան կառուցի, տուն կառուցի նոր։ Իսկ պետք է անի, պետք է գնա իշխանություններից վերցնի շին թույլտվություն։ Իշխանությունը ասում է գնա հարևանից թուղթ մուխբետնակ, որ պրոբլեմ չկա, որ տան թույլտվությունը։ Հիմա դու պետությունը քանդում ես, չկա այդ պետությունը, հրճակագիր չկա, ես չկա, այն չկա, նոր պետություն է ստեղծում։ Դե նոր պետություն է ստեղծում, կառուցում ես նոր պետություն, պետքս մակից շին թույլտվություն վերցնես, կառուցում եմ նոր պետություն, նոր նորեն։ Մակն ասում է գնա հարևանից թուղթ բեր։ Վրաստանը թուղթ տալիս է, որ պրոբլեմ չունի, Իրանի Իսլամական Հանրապետությունը թուղթ տալիս է, որ պրոբլեմ չունի, Ադրբեջանը Թուրքիան ասում են մի րոպե։ Մենք խնդիր ունենք։ Եթե դուք ստեղծում եք 4 հանրապետություն, ապա այդ հանրապետության կառուցման մեջ պիտի էական դեր ունենա Ադրբեջանի այն ժողովուրդը, որոնք ստեղ ապրել են։ Բայց եթե դուք ժողովրդավարություն, դեմոկրատիա, մարդու իրավունքներ, բայց այդքան մարդու իրավունքները չեք ուզում հաշվի առնել։ Միասին ստեղծեք այդ պետությունը, մենք ձեզ թիկունք։ Այդ հարցը մենք ո՞նց ենք լուծելու այդ հարցը։ Այդ ինքը, այս անհանգստությունը, որ վարչապետը սրան է գնում, այս սրան է գնում, եւ սա Հայաստանի վերջն է։ Բայց ձեռքը բռնող չկա։ Փորձում եմ ես բռնել։ Դուք եք փորձում բռնել, այն ո՞նց եք փորձում բռնել։ Ոնց է ասում ես գաղափարները ուզում տարածեմ հասարակության մեջ, որ վաղը չեմիսորը չընտրեն քաղաքացիական պայմանագրին եւ հնարավորություն չտան, որպեսզի վարչապետը կարողանա այդ ծրագիրը իրականացնել։ Դա շատ վտանգավոր ծրագիր է, շատ վտանգավոր ծրագիր։ Ես նորից եմ ասում, ինքը կարա սահմանադրությունը փոխի, ինքը կարա օրներքը փոխի, ինքը կարա զինանշանը փոխի, որի ես համաձայն եմ, թե համաձայն չեմ, դա ուրիշ հարց է։ Եվ սա դառնա 5 տարի, 6 տարի հետո պատմաբանները գրեն, որ սա 4 հանրապետության սկիզբն է։ Նիկոլ Փաշինյանը դրեց 4 հանրապետության սկիզբը, բայց սա լինում է 3-րդ հանրապետության շարունակություն, հասկանում եք։ Իսկ ինքը ասում է 7 հանրապետություն չկա։ Պարոն Աղազարյան, բայց ինքը այդպես չի թաքցնում, հա, ասում եմ մենք գնալու ենք ընտրությունների, ու եթե ժողովրդի քվեն ստանանք, հանրաքվենք իրականացնելու սահմանադրությունը փոխենք ու նոր 4 հանրապետություն։ Այսինքն այդպես ինքը այնպես չի, որ գաղտնի է ամեն ինչ անում։ Չէ։ Երբ որ ինքը ասում է 4 հանրապետություն, ինքը նկատի որ հրճակագիրն է պետք է բանանենք վերացնել։ Դա գաղտնիք չէ, ինքը իր ուղերձը չի հիշում հրճակագրի մասին։ Ես դա համարում եմ հայոց պետականության վերջի սկիզբ։ Դա սարին տեսակետն է։ Ժողովուրդը ձայն կտա այդ տեսակետին։ Կտա։ Եթե ժողովուրդը ձայն կտա այդ տեսակետին, պարոն վարչապետի տեսակետին, կտա, ուրեմն մարդիկ մտածում են մենք պետք է ստից հեռանանք, ով է ասում։ Եվ կստեղծի կայուն խաղաղություն տարածաշրջանում, թուրքական, ադրբեջանական խաղաղություն, ինչին ձգտում է Եվրոպան, առանց հայոց պետականության, անցած խաբեցին իրան։
Արցախի հարցում Եվրոպան խաբեց, մյուս հարցերում բոլոր հարցերում Եվրոպան խաբեց, ու հիմա Եվրոպան կուտ է տալիս այսպես կոչված, որ ընտրությունները կեղծի, որպեսզի կարողանա մնա իշխանության, որպեսզի 4-րդ հանրապետության գաղափարը կյանքի կոչի, որպեսզի հայոց պետականությունը վերանա եւ տարածաշրջանում հաստատվի խաղաղություն կայուն։ Այսինքն 21 թվականի ընտրությունները կեղծված են եղել։ 21 թվականին։ Այո։ Ոչ։ Գալիքը նկատի ունեք։ Գալիք։ Իստված առհասարակ ընտրական գործընթացը։ Չէ, գալիք, եւ այդ կեղծումը չի լինելու բան բիրտ ձևով, ընտրակաշարքների ձևով կամ այն հին բարի ժամանակները քրեատուփերը փոխելու ձևով, այդպես չի լինելու։ Ուղղակի որոշ ուժերի չի թողնելու, որ մասնակցեն ընտրությունների։ Ոչ։ Ինչի թողելու ցես։ Քանի որ օրինակ անդադ խոսում են կուսակցության թափանցիկություն, հա, ու այս թեզի տակ օրինակ ասում են ընդհանուր սա կարող է ընտրություններին մասնակցել չմասնակցելու հարց բարձրացնել, սա նկատի ունեք։ Այո, ինքը որ ուժերն են, որ այնց թույլ չի տալ։ Երկու ուժի ինքը չի թողնելու մասնակցել ընտրություններին։ Հավանական մեկ ուժը այն կլինի, որը կասոցացի Սամվել Կարապետյանի հետ, եւ երկրորդը այն ուժը, որը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ, բայց իրանից կներկայացնի որոշակի վտանգ իշխանությունը վերարտադրվելու համար։ Ինքը երկու ուժի, մինիմում երկու ուժի, եթե այսպես գնացին գործընթացները, էլի իհարկե, եթե փոփոխվեցին իրավիճակը, կարող է չկարողանա։ Բայց չհասկացանք երկրորդ ուժում նկատի ունեք։ Նա հասկացանք Սամվել Կարապետյանն։ Սամվել Կարապետյանը առաջինը Սամվել Կարապետյանի հետ ասոցացող ուժը չի մասնակցել ընտրություններին։ Թույլ չեն տալու ըստ։ Հա։ Մյուսն էլ կարող է պատահի լինի, օրինակի համար, այն ուժը, որը Գագիկ Ծառուկյանի հետ կասոցացնի։ Օրինակ է, պայմանական։ Պարոն Աղազյան, բայց ուզենք թե չուզենք, հա, ընդունենք թե չընդունենք, քաղաքացիական պայմանագիրը հանրության շրջանում ունի իր ընտրազանգվածը կայուն։ Մի ընտրությունների ընթացքում պակաս, մեկինը ավել, բայց կան ընտրազանգված ունեն իրենք։ Իհարկե ունեն։ Բայց դամարը չեն թողնելու որոշակի ուժերի, որոնք այս ընթացքում այն пассив զանգվածի վրա կաշխատեն եւ пассив զանգվածին կբերեն ընտրությունների, որտեղ իրենց այդ ունեցած դերասանց ընտրազանգվածի տեսականար գշերը կփոքրանա եւ կդառնա 35%, այնց այդ պատճառով էլ իրենք չեն թույլ տալու 1-2 ուժի, որովհետեւ դրանք մասնակցեն ընտրություններին, հենց այդ պատճառով։ Բայց եթե նայենք նաեւ իրենք անդադ կարմիր թելի պես ասում են դաշնակցությունը, պատերազմի կողմակից կուսակցություն է։ Աշխարհում չկա կուսակցություն պատերազմի կողմնակից լինի։ Աշխարհում չկա մարդ որ պատերազմի կողմնակից։ Չէ, այսինքն անդադ այսպես անոնսում են, որ հնարավոր է կասեցնեն գործը։ Հա, բայց չեմ ասում։ Հիմա ես դա եմ ասում։ Հիմա դուք անդադ հարցերը տալիս եք, ես էլ բան ասպես կոչված ողնում եմ։ Բայց չեք ասում, պարոն Աղազյան, բայց փայլուն գաղափար առաջարկեք։ Առաջարկեք։ Որ մենակ քննադատելով չի։ Առաջարկեք։ Առաջարկությունը հետևյալն է։ Բոլորը քաղաքական դաշտի բոլոր ուժերը պետք է միավորվեն, մեկ միասնական ճակատով գնան ընտրության, 1 տարի ժամկետով, որովհետև անհնար է պատկերացնել այսօրվա քաղաքական դաշտում գտնվող շատ ուժեր, որ իրար կողքի կարող են գնալ, որովհետև իրենց աշխարհայացքը, իրենց արժի համակարգը շատ տարբերվում են իրարից, բայց բոլորին խանգարում է մեկ երևույթ, մեկ դրսևորում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության լինելու հանգամանքը խանգարում է, որ այդ բոլոր քաղաքական ուժերը իրենց նպաստը բերեն իրենց կարծիքով, նաև ես իմ կարծիքով, նպաստը բերենք մեր պետականության կայացմանը եւ զարգացմանը։ Հետեւաբար պետք է բոլորը մոռանան իրար միջև տարաձայնությունները, միավորվեն մեկ գաղափարի շուրջ, վարչապետի տեխնացու ընտրեն եւ ազգային ժողովի նախագահի տեխնացու, ովքեր կպաշտոնավարեն 1 տարի եւ դրանից հետո որևէ գործ բարձր էշելոնների գործ չեն ունենալու, գործադիր եւ օրենսդիր եւ 1 տարի հետո եթե հաջողվի քաղաքացիական պայմանագրին հեռացնել իշխանությունից, 1 տարի հետո գնալ նորից ընտրությունների։ Դա լուծում է։ Պարոն Աղազարյան, եք դուք կոչ եք անում մյուս ուժերին, որ տարաձայնությունները մի կողմ դնեն, բայց դուք ինքներդ օրինակ impeachment-ի հարցով հենց այս մասով դուք ինքներդ տարաձայնություններ եք առաջացնում։ Չէ, մի տարաձայնություն չեք առաջացնում։ Երկու խմբակցությունների սորագությունները եթե ես մեխանիկորեն միանում եմ այդ առաջարկությանը, ապա դուրս է գալիս, որ ես նպաստում եմ Սերժ Սարգսյանի թիմին, հանրապետական կուսակցությանը իշխանության գալուն։ Այսինքն դա չեղավ impeachment,
դա բոլորովին չեղավ impeachment, դա եղավ, դա դառնում է այսպես կոչված իշխանությունը զավթելու ինչ-որ մի տարբերակ։ Իրենք ասում են մենք ազատ ենք, եկեք տեխնացում քննարկենք, հասկանանք նաև։ Եթե Դավիթ Համբարձումյանն Ես էլ եմ ասում, բայց ես էլ եմ ասում, ոչ միայն տեխնացուն, նախ ցույցնենք հիմնավորեն թե ինչով մեր տեխնացուն հարմար չի Էդմոն Մարուկյանը, մենք տեխնացուն ունենք, պարոն Ասլանյանից մենք առաջարկել ենք տեխնացու։ Թող նախ հիմնավորեն թե ինչով հարմար չի պարոն Էդմոն Մարուկյանը, թող իրենք հիմնավորեն, որ Դավիթ Համբարձումյանի դեպքում շանսերը, որ ԿՊԻ-ից կմիանան մարդիկ ավելի մեծական Էդմոն Մարուկյանի դեպքում հիմնավորեցին բրծան։ Ասենք թե հիմնավորեցին բրծան դրեցիք մի կողմ։ Հիմա թող հիմնավորեն թե ոնց է լինելու, որ իշխանությունը չի անցնելու հանրապետական կուսակցությանը։ Թող դա հիմնավորեն։ Հիմնավորել են, պարոն Համազարյան, Էդմոն Մարուկյանի հետ կապված։ Ասում են ինքը Նիկոլ Փաշինյանի հետ փոխկապակցած գործիչ է, պաշտոններ է զբաղեցել իր օրոք։ Ճիշտ է, շատ ճիշտ է։ Եվ ես ասում եմ, Էդմոն Մարուկյանը 3 անգամ էր վատա, քան Նիկոլ Փաշինյանը։ Բայց դրանից ինչ։ Եթե դրանով Նիկոլ Փաշինյանն հեռացնում ես իշխանությունից։ Վատին փոխարինում եք վատագույնով։ 6 ամսով ստեղծում ես հավասարակշռված կառավարություն, փող վարչապետները քոնը, ԱԱԾ-ի պետը քոնը, ներքին գործերի նախարարը քոնը, չգիտեմ դատախոզը, չգիտեմ դատախոզը չէ երևի։ Այս բաները քոնը 6 ամսով ստեղծում ես հավասարակշռված կառավարություն եւ 6 ամս հետո պետության։ Նիկոլ Փաշինյանը 6 ամս ֆանտաստիկ հանգստանում է բավականին ու գալիս է ներկայանում է իր ծրագրով, պետությունը կորտանելու ծրագրով, ասես իրեն ժողովուրդ ինձ ընտրում է պետությունը կորտանում եմ։ Եվ արդար թափածի գտնությունում ժողովուրդը ընտրում է Նիկոլ Փաշինյանի պետությունը կորտանելու ծրագիրը կյանքի կոչելու համար։ Մենք էլ լծվում ենք այդ գործին, պետությունը կորտանում ենք ամեն Ձեր բնորոշում օգտագործեմ 3 անգամ վատ Էդմոն Մարուկյանը ոնց է պատկերացնում թափանցիկ արդար ընտրություններ կազմակերպի։ Դուք տվեցիք այդ բնորոշումը։ Էդմոն Մարուկյանը լինում է վարչապետ, ԱԱԾ-ի պետը լինում է Սերժ Սարգսյանը, երկու փող վարչապետները լինում է Սերժ Սարգսյանը, ներքին գործերի նախարարը լինում է Սերժ Սարգսյանը, Տարածքային կառավարման նախարարը լինում է Սերժ Սարգսյանը, բոլոր փող նախարարները լինում են Սերժ Սարգսյանը, Էդմոն Մարուկյանը ինչ պիտի անի 6 ամսվա ընթացքում։ Հարմար չի դեր, դե հակառակն անենք։ Դավիթ Համբարձումյանը լինի վարչապետ, ԱԱԾ-ի պետը լինի Հովիկ Աղազարյանը, երկու փող վարչապետները լինի Հովիկ Աղազարյանը, Տարածքային կառավարման նախարարը լինի Հովիկ Աղազարյանը, բոլոր փող նախարարները լինի Հովիկ Աղազարյանը։ Ինչ պիտի անի։ Միանգամից այդքան պաշտոն կարողանալու եք զբաղեցնել։ Իհարկե կարող։ Դե բայց օրինակ բան եմ ասում, տարբերակն եմ ասում, բայց ոնց վստահ լինեմ, որ իրաց տեսակետը այդ տեսակետն է։ Իսկ չեն քննարկում, չեն կանչում, քննարկում բան անենք, ես կոմեկում մեխանիկորեն պետք է ստորագրենք մենք։ Բայց մենք էլ առաջարկություններ ունենք, բան ունենք, ոնց վստահ լինենք։ Պարոն Ամիջանյան, հարգելի, Տիգրան Աբրամյան, հարգելի իմ գործընկերներ, շատ հարգելի իրականում էր։ Ոնց վստահ լինենք, որ դուք չեք իրականացնում իշխանափոխություն, impeachment, իրանք իրավունք չունեն impeachment իրականացնելու։ Impeachment իրականացնելու իրավունք ունի Ասլանյան Հակոբը եւ Հովիկ Աղազարյանը, որովհետեւ իրանք են հաստատել վարչապետ կառավարության ծրագիրը, մենք ենք հաստատել կառավարության ծրագիրը եւ մեր նշանակած մարդը լավ չի աշխատում։ Մեր նշանակած մարդուն մենք փոխենք, խնդրում ենք, ասում ենք թույլտվեք փոխենք 6 ամսով։ Это impeachment-ը։ Առանց իշխանական թևի ո՞նց են impeachment անելու։ Մի հատվածի։ Թվեր են նշում, ասում են կան ԿՊ-ում մարդիկ, եթե չեմ շփում 7 հոգի նշվեց, որոնք կմիանան impeachment-ին։ Ընդդիմությունն այդպես ասում, ԿՊ-ից կան։ Դուք իրենց հետ աշխատել եք, ովքեր կան այդպես իրոք պատգամավորներ ԿՊ-ից, որոնք հնարավոր է, երբ որ MP կգան միանան բանով։ Բաններն ասեմ, հա։ Հա։ Ասեք։ Լավ կան առանց անունների։ Իհարկե կան։ Շատ են։ Շատ։ Չեք աշխատում իրենց հետ։ Ձերս թիմից է կարող է ձեզ ավելի։ Ես շփվում իրենց հետ, որովհետեւ ես թույլ չեմ տալիս մտածել, որ ես կարող եմ գործընկերներին նախքին ինչ-որ բան թելադրեմ, համոզեմ, իրանք ինձ շատ լավ իրացած բաներ եւ համապատասխան իրավիճակում իրանք իրաց դիրքորոշումը կունենան։ Եվ այդ դիրքորոշումը չի լինելու այն, որ հանրապետական կուսակցությունը բերել իշխանության, բացառված է։ Դա բացառված է։ Այդ չի լինելու դիրքորոշումը, չի կարող լինել։ Դա հակատրամաբանական է։ Ես ասում եմ 6 ամսով ստեղծենք հավասարակշռված կառավարություն։ Մեր տեխնացուով։ Եվ 6 ամիս հետո գնանք
ընտրությունների։ Բան Աղազյան, բայց իրենք էլ չէ, իրենց տեխնացուին էլի ժամանակա որ կառավարման համար են առաջարկում, այնպես չի որ մշտապես։ Դե շատ բարի, բոլոր ապուշ կառավարությունը ուրեմն պիտի նշանակի պարոն Ասլանյանն ես ու պարոն Ասլանյանը։ Հակառակին եք մենք համաձայն։ Մեր տեխնատուների բոլորին յակ նշանակեն։ Դրանք ենք համաձայն։ Օրինակ քննարկման թեմա էլի որպես տարբերակ։ Հիմա կարող պատեի այդ քննարկումների արդյունքում համաձայնել որ լավ տարածքային տարածենք իրանց օրինակի համար։ Խոսքի, բայց այս որ պաշտոնը կվստահեք ընդդիմադիրներին։ Որ պիտի լինի քննարկումը, թե չպիտի լինի։ Որ պաշտոնը կվստահեք ընդդիմադիրներին։ Փոխվարչապետերի։ ԱԾ։ Չէ։ Ինչու։ Չէ, ԱԾ երկի գոտ է, տալու մեկը ընդդիմադիր, մեկը մի ընդդիմադիրին, մեկը մի ընդդիմադիրին։ Կպից ինչ որ մեկին պաշտոն կվստահեք։ Իհարկե։ Ում։ Կամ, անունը չտանք։ Շնորհակալ եմ ձեզ պարոն Աղազարյան զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցում էինք ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, կհանդիպենք։